Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնում 28 տարի առաջ սպանված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Խորխորունի սպանության գործով Ռուսաստանի Դաշնությունում կալանավորվածի մասով։ Հայտնել էին, որ սպանության գործով անցնող Հրայր Նարիմանյանին Ռուսաստանի Դաշնության իրավապահները կալանավորել էին։ Եվ ահա, գլխավոր դատախազությունից Արմդու լրատվականին պաշտոնապես հայտնեցին, թե ինչ գործընթաց են իրականացրել սպանված Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Խորխորունի սպանության գործով անցնող Հրայր Նարիմանյանին Հայաստան բերելու մասով։ 2025 թվականի նոյեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն է ուղարկվել քրեական վարույթով հետախուզվող Հրայր Համլետի Նարիմանյանին քրեական հետապնդում ենթարկելու նպատակով հանձնելու մասին միջնորդություն։ Միջնորդության հիման վրա Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարել է հայտնաբերել եւ ձերբակալել Հրայր Նարիմանյանին։ Համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի 2026 թվականի մարտի 5-ի տեղեկության Նարիմանյանը 2026 թվականի մարտի 4-ին ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից։ 2026 թվականի մարտի 6-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն է ուղարկվել Նարիմանյանի հանձնման միջնորդությունը վերհաստատելու վերաբերյալ գրություն, ժամանակ խնդրելով կալանավորել վերջինիս եւ անդրադառնալ նրա հանձնելու մասին միջնորդության քննարկմանը։ Միջնորդության քննարկման արդյունքների մասին տեղեկություն դեռևս Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում չի ստացվել։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխորունու սպանությունը։ Ըստ նախաքննական մարմնի Սասուն Արուշանյանը, Հրայր Նարիմանյանը եւ Արմեն Առաքելյանը 98 թվականի դեկտեմբերի 10-ին շահադիտական դրդումներով Սասուն Արուշանյանի կազմակերպմամբ եւ համակատարմամբ իրականացրել են սպանությունը, ինչպես նաեւ ապօրինի կերպով ձեռք են բերել եւ պահել հրազեն։ Քննչական կոմիտեի տվյալներով Սասունը լինելով զինծառայող կազմակերպել է սպանությունը եւ 98 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին այդ նպատակով պլանավորել է Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Նարիմանյանի եւ Առաքելյանի հետ, նրանց խոստանալով համապատասխան 10-ից 15,000 դոլար։ Սասուն Արուշանյանը իրավապահների կողմից կալանավորվել էր, սակայն դատանի որոշմամբ նա ազատ է արձակվել, իսկ ահա Նարիմանյանին Ռուսաստանի Դաշնության իրավապահները կալանավորել են։ Կարտահանձնեն Հայաստանին թե ոչ, փաստ է մեկ բան՝ գլխավոր դատախազությունը դեռ չունի պատասխանը։